Իրանում սոցիալական դժգոհությունը նոր թափ է հավաքում։ Վերջին օրերին համեմատաբար պասիվ քաղաքներում մարդիկ փողոց են դուրս եկել 3 գիշեր։ Աստարայում, Ռաշտում, Ղազվինում, Աբադանում, նաև ուրիշ մեծ ու փոքր քաղաքներում ցուցարարները զենքով հարձակվել են իրավապահների վրա։ Առնվազն 3 ոստիկան է սպանվել Իրանն այսօր Telegram ալիքի տեղեկություններով։ Իրանցիները ոստիկանների հրաժեշտի արարողության ժամանակ բացականչել են «Մահ Իսրայելին»։ Հանրային ու վարչական նշանակության օբյեկտներ են փորձել մտնել ցուցարարները երկրի տարբեր շրջաններում։ Միայն Թեհրանի ավելի քան 20 շրջաններում մինչև առավոտ այրել են, ջարդել։ Հատկապես պայթյունավտանգ է երկրի արևմտյան մասը։ Իրանի որոշ հատվածներում շուկաների աշխատողները գործադուլ են անում։ Ուսանողները հրաժարվում են դասի գնալ։ Իրենց տներից անկարգություններին հետևող իրանցիները սոցցանցերում բողոքում են, որ ցուցարարները վնասում են իրենց մեքենաները, խանութները միայն այն պատճառով, որ իրենք հրաժարվում են միանալ փողոցային ակցիաներին։ Վերլուծաբանները նկատում են, որ այս անգամ Իրանի իշխանությունը փորձում է հնարավորինս մեղմ հռետորաբանությունն ու ֆիզիկական ուժ կիրառել։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Մասուդ Փեզեշքյանը հորդորել են մարդկանց տուն վերադառնալ, խոստանալով, որ կփորձեն հնարավորինս արագ գտնել տնտեսական ճգնաժամը հանգուցալուծելու ճանապարհը։ Իրանցիները, որ ազգային արժույթի արժեզրկման եւ կտրուկ գնաճի ֆոնին են դուրս եկել փողոց, տնտեսական բարեփոխումներ են պահանջում։ Սակայն նրանց շարքերում կան ցուցարարներ, որոնք փորձում են հասնել իշխանափոխության։ Նրանք վանկարկում են Փահլավին հետ է վերադառնալու։ Աքսորյալ գահաժառանգ Շահ Ռեզա Փահլավին Fox News-ի եթերում հայտարարել է, թե պատրաստ է ղեկավարել Իրանի անցումն իր ձևակերպմամբ բռնատիրական ռեժիմից ժողովրդավարություն։ Իրանի իշխանությունը հորդորում է զատել խռովարարներին խաղաղ ցուցարարներից, որոնք փորձում են անկարգությունների վերածել ազնիվ փողոցային պայքարը։ Ավելի քան 2000 ձերբակալված կա ոչ պաշտոնական տեղեկություններով։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվածների մի մասը խոստովանել է կապ ունի Իսրայելի արևմուտքի հետ։ Այնինչ տեղի է ունենում Իրանում, միայն Իրանի ժողովրդի գործն է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա վստահեցրել է, պետության ու հասարակության միջև ծագած հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով։ Գանա Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։